Դեղստան թեստեն։ Անտեղից կապ։ Մատղաշ ծառերը 100-100 կապ են արել Հայանտարի Մարգահովիտի տնկարանում, այստեղ բերել նաև խնձորուտի անտառ պետությունում աճեցրածը։ Այս տարի լոռեցիներն են բաշխում երկրի գյուղ-քաղաքների գարնանային ծառատունկի շիվերը։ Հերթական մեքենան են բեռնում, եկել են Արագածոտնի Ծաղկահովիտից։ Տանենք խոշորացված համընկետ գյուղերին, 10 գյուղերի համար բաժանենք, որ տնկեն եւ գյուղերը զարգացնեն, ոտը մաքրեն, կիսլարոդը լավ լինի։ Տնկիներն անվճար տրամադրում են Երևանից ստացած ցուցակի համաձայն համայնքները նախապես են Հայանտարին ներկայացրել։ Ինչ տեսակի, քանի ծառ են ուզում։ Մոտ 300 համայնք են այդ ներկայացել տնկանյութ ստանալու։ Ըստ տարի մեր տնկանյութի տեսականին 3 տեսակ ծառից է բաղկացած՝ թխկի, հացենի եւ ձիակասկ։ Ձիակասկը չէ, հացենին ու թխկին լավ կլինեն իրենց մարզի, դպրոցների բակի, ճամփեզրերի ու գերեզմանոց տանող երթուղու կանաչապատման համար։ Ապրանքը ստացան, գնացին Հայանտարի օրվա հյուրերը։ Մասնագետներն ասում են 40 սանտիմետրից բարձր հասակով 3-4 տարեկան այս շիվերը անտառում դժվար կհարմարվեին։ Վայրի բնություն փոքրերին են տանում։ Խնամելու դեպքում դրանք լավ աճ կունենան այգի պուրակներում, հուշահամալիրներում։ Այդ պատճառով էլ Հայանտարը հատկացրել է համայնքների կանաչապատման ծրագրին։ Միակ պայմանը, որ դրանք ցանեն, ռոռոքելի հատվածներում ու պարբերաբար ջրեն, չչորանան։ Պատրաստ էին մինչև 70,000 հատ հասուն տնկի բաշխել, բայց այդքան պահանջարկ չի եղել։ Մարզերից օրինակ Տավուշի ոչ մի բնակավայրից ոչ մի ծառ չեն ուզել, ասում է ՊՕԱԿ-ի փոխտնօրենը։ Այս տարի նախատեսված է շուրջ 26,000 տնկի ըստ համայնքների պահանջի տրամադրել իրենց, որպեսզի կազմակերպեն ծառատնկման աշխատանքները իրենց իսկ տարածքներում։ Այն, ինչ պետք է անտառ տանեն ծառատունկի, սերմից ծլել, բջիջներում դեռ պետք է մի քիչ մեծանա։ Հրազդանի միայն մի տնկարանում աշխատակիցները միանգամից 180,000 հատ սոճի են աճեցրել։ Որոշ քանակ արդեն դուրս է բերվել բաց երկնքի տակ եղանակին հարմարվելու։ Մոլախոտի տեղ չդնեք, մեծ ծառեր են դառնալու։ Սածիլներն ամանավորում են Հայանտարի կանայք։ Դրանք առանձնացնում են։ Ինչ ծառատեսակ է սա։ Սա բիրեզա։ Երբ կգնա անտառ։ Աստարի աշնանը։ Գործն ավարտեն, հողի վրա բարակ շերտով սպիտակ պեռլիտ կցանեն։ Հրաբխային այդ ապարը պարզվում է ջրելուց հետո լավ պահում է բույսին անհրաժեշտ խոնավությունը։ Հերմինե Բաղդասարյան, Սեյնե Սերոփյան, Թերեզա Հայրապետյան եւ Արտակ Գևորգյան լուրեր։